Բարև ձեզ հարգելի լրագրողներ, ես Արթուր Մարտայանն եմ, Քասախամայնքի բնակիչ, նախկին ավականու անդամ։ Մեր պահանջը ձևակերպվել է գրավոր կերպ, ես կփոխանցեմ դա ձեզ, ամբողջ գիշեր մենք աշխատել ենք տարբեր մարմիններին, փոխանցել ենք մեր պահանջը, այս պահին մենք սպասում ենք այդ պահանջի կատարմանը կամ նրանց արձագանքին։ Մենք ունենք շատ քիչ ժամանակ, մոտավորապես 15 րոպե, հարգելի լրագրողներ, 15 րոպե հետո չստանալով որևէ խելամիտ պատասխան, մենք կխնդրենք ոստիկանության հետ կարգելափակենք աշտարակ Երևան մայրուղին եւ պատկան մարմիններից խնդրում ենք ուղղակի չգնալ ծայրահեղ քայլերի, մենք պատրաստ ենք բոլոր խելամիտ որոշումները քննարկելու։ Հակառակ պարագայում մեր քայլերը լինելու են հաջորդական եւ ավելի բարդ եւ ավելի ծանր։ Կներկայացնեք պահանջը, մի քանի նախադասություն եք սպասում կոնկրետ պատասխան։ Արմանի մոտնա, ասի կողքիցս ստեղ չէ։ Ես բանավոր եմ կասել, այլ ձևակերպել է գրավոր, սա հենց նշեք թե ումից եք պատասխան սպասում։ Գիտեք, տարածքային կառավարման նախարարություն, տրանսպորտի վարչություն, թե իմիջիայլոց վարչապետ, ոնց որ թե երկրում առանց վարչապետի բան չի ստացվում, երևի հենց անմիջապես վարչապետի միջամուխ, ով կուզի տան։ Չէ, դա այդպես չի, պրոշանցիների հարցը չի լուծվել, պրոշանցիների գլխի տակ ուղղակի փափուկ բարձ է դրվել, այդքան, այս մեկը թող մնա ինձ, հա։ Ես ձեր հարցերին կարող եմ պատասխանել։ Պահանջը հակիրճ կներկայացնեք։ Քասախ համայնքում 2 տարի եւ շարունակ գործել է 59 համարի ավտոբուսը։ Ուրեմն մեր պահանջը միայն այդ ավտոբուսի շահագործումը շարունակելն է։ Ես երեք հանդիպում եմ ունեցել կառավարության շենքում պատկան մարմինների հետ, նրանք ինձ պատասխանել են հետևյալը. 59 համարի տրանսպորտային միջոցը քասախ մտցնելով մենք ձեզ արել ենք մեծ լավություն։ Հիմա ես ուզում եմ պատասխանեմ, ինչն է խանգարում, որ դուք շարունակեք մեծ լավությունը անել։ Եթե դուք արել եք մեծ լավություն, ապա պարտավոր եք շարունակել, հակառակ պարագայում դուք պետքա փոխադարձ դրան համարժեք, այսինքն նույն ավտոբուսներով շարունակեք երթևեկությունը, քանի որ ինչ է նշանակում արել ենք լավություն։ Չէր լինի այդ տրանսպորտային միջոցը, կլիներ մեկ ուրիշը, մենք կհամակերպեինք այդ մեկ ուրիշով, հասկանում եք։ Հիմա մեր համայնքների յուրահատկությունը կայանում է նրանում, որ մարդկանց արդեն իսկ ընտելացրել են տրանսպորտային մի միջոցի եւ հիմա ուզում են այդ ավելի լավ միջոցից տեղափոխել գազելներ։ Ժողովրդի պահանջը շատ հասկանալի է։ Մենք չենք ուզում նորից հետ վերադառնալ գազելների։ Եթե ի սկզբանե կլներ գազելներ, մենք այս բողոքի ձայնը չէինք ունենա։ Կարծում եմ այս պահին արժեքը էական չի, թե ինչ եկան են բարձրացնելու, ինչքան կթողեն։ Ես կարծում եմ արժեքը սակարկելի կլինի, բայց դե այս պահին մեզ արժեքն չի հետաքրքրում։ Ընդհանրապես մենք կապալառու ընկերության հետ որևէ խնդիր չունենք, կարող են նաև իրենց գազելները բերել։ Ես կարդացի, որ ավելի հարմար տարբերակներ կան, ավելի լավ տարբերակներ կան։ Ամեն դեպքում որոշողը Քասախի հանրությունն է։ Եթե Քասախի բնակիչը չունի խնդիր, կարող է այստեղ մարդ չլինել։ Իսկ այստեղ դուք տենում եք բազմամարդ ենք եւ այս մեր պահանջը հստակ ձևակերպված է։ Ես նշեմ, որ 9-ին 15 պակաս ոստիկանության հետ հիմա մենք քննարկենք եւ 9-ին 15 պակաս մայրուղին կփակենք։ Ինչն է խնդիրը, որ այ 3 պրոշյանցիների խնդիրը մասամբ լուծվել է, իսկ ցես միանգամից բացասական պատասխան են տվել, ինչի է տեսա կապված։ Ես կարծում եմ, ուրեմն մեր համայնքի ներկայացուցիչները ուղղակի փորձեցին բարձրանալ պրոշան եւ մասնակցել պրոշանի հանրահավաքին, մենք ինքներս որևէ բան չկազմակերպեցինք։ Երևի կառավարությանը թվաց, թե մենք չունենք պահանջ։ Այս հավաքը կազմակերպվել է հենց հատուկ այն մարդկանց համար, ովքեր գիտեն, որ մենք պահանջ չունենք։ Իմիջիայլոց մասնակի բավարարելը ես համարում եմ հենց այդ
արդյունք, հենց այդ միջոցառման արդյունք։ Դրա համար մենք էլ բնականաբար շարժվում ենք հենց այդ դրանով։ Փաստորեն օրինական ճանապարհով հնարավոր չի։ Արդեն սկսենք մենք բարձրաձայնել այն ճանապարհով, որը դասական է երևի։ Ճանապարհներ փակելու այսպես ակցիաներով իրատեսական է համարվում։ Ես դա եմ նշում, դուք լսում եք, ես ինչ եմ նշում։ Ես նշում եմ, որ մենք փորձել ենք օրինական բոլոր ճանապարհները հանդիպել ենք այն մարդկանց, ովքեր ընդունել են մեզ։ Փաստորեն օրինական ճանապարհով չի լինում։ Խնդրեմ, միանշանակ համոզված եմ մեր հարցի հետ հաշվի կնստեն գոնե այս ճանապարհով։ Մարդիկան ովքեր դեմ են փողոց փակելուն, ասում են դա արդյունավետ։ Մարդիկ շատ են եւ կարծիքները նույնպես։ Իսկ ներողություն քիչ Կներեք ես հայտարարություն եմ։ Մի վարքան հայտարարություն անեմ, նոր շարունակեմ։ Ես բոլոր միացյալ միջոցներին հայտարարել եմ, որ մինչև 9-15 տակած մենք սպասելու ենք պատկան մարմինների հայտարարությանը։ Չունենալով խելամիտ որոշում, չունենալով խելամիտ հայտարարություն, կխնդրեմ ոստիկանության աշխատողներին, ովքեր պատասխանատու են այսօրվա միջոցառման համար, թող մոտենան ինձ, մենք պլաստական քննարկենք, չէ՞ որ այսօր Մարգարետ փակումը, նորից նշում եմ ժամը, 9-15 տակած սիրելի փաստացիներ։ Քիչ առաջ գյուղում եւ դուք կենտրոնական հատվածում հավաքված էիք, որևէ մեկի հետ հանդիպում եղել է մասնավորապես Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի։ Ոչ մի պատկան մարմին ինձ չի մոտեցել եւ չի զանգել։ Իսկ գյուղապետը Մեր